արտահայտությունները այն բանի մասին, որ ընտրությունը պետք է իրանք չկազմակերպեն, բայց միևնույն ժամանակ այսօր իշխան Սաղաթելյանը ասում է, հա, ընդունում ենք, որ իշխանությունը այսօր լեգիտիմ է։ Բայց 2021 թվականին, երբ որ կյանքի եւ մահի հարց էր պատերազմից 6 ամիս էր անցել, իշխանությունը ընտրություն կազմակերպեց եւ ընտրությունները ինքը այսօր արդեն նաեւ հրապարակայինորեն ընդունում է, որ լեգիտիմ է իշխանությունը։ Իրանք ինչ ընտրություն, իրանք եկել ասել են, եկեք Վազգեն Մանուկյանին տանք, հետո եկեք Կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանին տանք, հետո կորոշեն։ Իրանք ընտրությունների պատրաստ չեն։ Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրա կարիքը չկա։ Երկրորդը մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է եւ դա արդար այդ ընտրությունները, տեսեք դուք շատ հետաքրքիր բան եք ասում եք դուք պատրաստ եք, իրանք պատրաստ չեն ձեզ ձեռ տալի։ Այդ ընտրությունները պետք է ձեռ տալ ժողովրդին։ Այսինքն մենք միշտ անկեղծ ենք եղել, ես չեմ պատրաստվում ժողովրդին խաբեմ, ասեմ, որ ես ինձ հիմա լավ է, դրա համար ես հիմա գնում եմ ընտրություն։ Ինչ եմ դնում անունը, որ ասեմ ես հիմա գնում եմ արտահայտություն, որովհետև ես ուզում եմ շուտ վերընտրվեմ, քանի ընդդիմությունը պատրաստ չի։ Չէ, դա ազնիվ չի մեր ժողովրդի նկատմամբ այդ ընտրությունը կլիներ ոչ թե երկրի, ոչ թե ժողովրդի մասին, այլ քաղաքացիական պայմանագրի մասին։ Մեր ժողովուրդը այնքան խելացի, այնքան քթիծակով է, կոլեկտիվ իմաստությունը մեր ժողովրդի բարձր է, մենք դա ընդհակառակը կարող է շատ վատ տվյալներ մեղադրանքների մասին ինչ կասորակարգի այսօրվա օրակարգի իմաստը ձեր կարգ։ Բազմաթիվ մեղադրանքներ են։ Գիտեք ինչ, անգործությունը նույնպես ինչ որ գործ է։ Հիմա իրանք զբաղված են ինչով։ Երկու կարմիր գծով թել է անցնում այս խոսակցության մեջ։ Առաջինը իրար մեղադրում են գոյություն չունեն, այսինքն ոչ են մեկի ձեն նա հերիքում մեզ impeachment-ը, ոչ են մեկին, վայ, տեսա ես, նայել եմ, սխալ գիտես, ոչ են մեկին ձեն նա հերիքում, ոչ են մեկի ձեն նա հերիքում, հիմա լավ էլի խնդրում եմ, լավ էլի խնդրում եմ, բայց ասում եք, որ 5 տարվա մանդատ է տվել ժողովուրդը, բայց կառավարության ծրագիրը ըստ էության, ինչը որ գրած է 5 տարի առաջ, չի իրականացել այս կառավարությունը եւ ընդդիմության գլխավոր մեղադրանքը դա է, որ ըստ էության կառավարությունը եթե չի կատարել իր ծրագիրը, պետք է հրաժարական տալ։ Այդտեղ խնդիրը հենց դրանում է։ Շատ բարի է, նախ եւ առաջ աշխարհում գոյություն չունի որևիցե կառավարություն, աշխարհում գոյություն չունի որևիցե կառավարություն, որ 100%-ով մաթեմատիկական ճշմարտությամբ կատարում է բոլոր այն բաները, որոնք որ գրված են կառավարության ծրագրի մեջ, որտեղ իրողությունները փոփոխական են։ Միայն նախ մի հատ կարծիքի մասին խոսեմ, էլի չեմ խոսում փաստաթղթի մասին, չեմ խոսում սկզբունքների մասին։ Նախ բոլորին եմ ասում, միայն հիմար մարդը իր կարծիքը չի փոխում, երբ որ իրողությունները փոխվում են։ Միայն հիմար մարդը մեր երկրում վերջին 5 տարվա ընթացքում 2021 թվականից հետո տեղի են ունեցել Ղարաբաղյան դեպքերը, հայերի դուրս հանումը Ղարաբաղից 2023, 2022, 2021 թվականի ռազմական, բայց այդ իրողությունները Հայաստանի Հանրապետության քաղաքականության եւ բյուջեի կատարողականի վրա ազդեցություն ունենում է թե չի ունենում, կամ լավ չենք կատարել, բայց լինում է չէ դեպքերի, որ ասում ես օրինակ պայմանական 7%-ային աճ կունենաս, բայց 8 ես տալիս է տրամաբանությամբ պետք է անդիմությունը գա ասի մի տարի եկեք ավելացնենք մեր իշխանության առանցքային հարցերում եք ձախողել պարզապես հասկանալ է իսկ իրանք առանցքային հարցում ձախողել են թե հաջողել են իրենք իշխանություն չեն դուք չէ իրանք իշխանություն են այ այդ խնդրեմը է դա ներողություն հենց խնդրեմը է որ իրանք մտածում են որ իրանք իշխանություն չեն դուք դա կրկնում եք ընդդիմության պաշտոնից հրաժարական տա չէ բայց այ շատ շնորհակալ եմ Լուսինե ջան բայց իրականում ինչ են անում իրանք ունեն փոխնախագահի պաշտոն որպեսզի իրար ունեն փոխնախագահ դատ, որը դատարկա, իրանք ունեն հանձնաժողովների նախագահների պաշտոն, իրանք ունեն պատվիրակությունների մասնակցության տեղ, իրանք ունեն падգամավորական գործունեության իրավունք։ Հիմա չեն օգտվում, հա? Նախագծերը, օրենքները, Մեկ բան ասեմ ձեզ։ Եկեք, ով ասեց իրական չի։ Շատ ձեզ թվում է, որ մի հատ հարց տամ, այս sense էս բոլոր ձեր հարցին ի պատասխան։ Եկեք մի հատ իրականություն պատկերացնենք, որ իրանք 60%-ով իշխանություն են, քաղաքացիական պայմանագիրը ես Նիկոլ Փաշինյանը եւ մնացած 40%-անոց ընդդիմություն ենք ազգային ժողովի նիստերի դահլիճում։
մենք իշխանություն չէինք կնի, մենք 6 ամիս հետո իշխանություն իրենց ձեռից կվերցնենք 6 ամիս հետո աշխատում այսինքն ձերից քաղաքականությամբ իրանք եթե լինեին բարև ձեզ ես ձեր հարցերին չեմ պատասխանում որտեղ դուք անձնական դաշտ եք մտել ես ձեզ չեմ ես ձեզ ձեր հարցերին չեմ պատասխանում շնորհակալ եմ այլ հարցեր կան Հայկ Սարգսյանի հարցով իսկապես դիմել եք արդեն խոսացել իսկապես դիմել եք Իսկ ընտրություններում առաջիկա դուք 50+1 կստանաք, դուք ասում եք ընդդիմությունը չի ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը մասնավորապես ամսի 8-ի համաձայնագրից հետո եւ այն քայլերից հետո, որոնք արվում են եւ արվելու են միջև ընտրություններ, եթե առաջ մտածում եք 51-ը հաստատ կլինի, ես հիմա վստահ եմ, որ մենք շատ ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021 թվականի ընտրություններին կարող ենք նույնիսկ դրա հետ կապված մարշ գանք։ Հարակարի դեպքերի համար այլ հարցեր կան։ Հարակարի արյունալի դեպքերի համար պատասխանատու չեք, ամենաթողությունը ձեր մուրճի արդյունքը չի, մուրճ ծոցել լավ է, մուրճ ծոցելու արդյունքը չի։ Երեխեք ընկնում Հայրան, ոտը չեք առնում, ձեր իշխանության հայրան, ոտը չեք առնում։ Այստեղ որ դուք ես անում չասել, ինչ է խանգարում, որ դահլիճում ասեիք, այս լսումների ժամանակ ուրիշ հետերով ամբողջ ժողովուրդը կլսեր։ Սենց տնես լսում եք։ Մասնակցելու Ես հրավիրված չեմ նախ, երկրորդը ես օրակարգը ես չեմ սատարում օրակարգին, ես ինչի պետք է մասնակցեմ մի բանի, հենա վերևից նայեցի Ձեր դիրքորոշումը հայտնի է, ժողովուրդը լիմանա։ չեք փոխանցելու սա։ Նավից եմ ասում, ես հրավիրված չեմ եւ այն վերնագիրը, որով որ անցնում է այս լսումները, ես չեմ կիսում։ Ինչի ես պետք է գնամ դրան մասնակցել։ Անսումյան դուք եք Դա մեր կուսակցության դիրքորոշումն է եւ համաժողովով հաստատված է եւ մենք նախապես դա քննարկել ենք եւ այո ես համարում եմ որ մենք նույնիսկ ժամանակը մի քիչ բաց ենք թողել մենք պետք է հեղափոխությունից հետո անեինք նաեւ անիջան չեմ պատասխանել մի բղավի մանշեն մի խանարի Անի ուզում ես հարցազրույց հեսա ես կգնամ Անիջան հեսա ես կգնամ Անիջան դու հրաժարական տալու ես դրա համար Անիջան լավ էլի խնդրում մի բղավի էլի խնդրում եմ էլի եկեք այդտեղ ներքև ես չեմ պատասխանել քո հարցին Բայց ինչի՞ չէ պատասխանատու ձեզ չեք համարում Չեղավ մեզ էլի ճանապարհ ամենափոխությունը ձեր քաղաքականության հետևանքը չի Լուծարում եք երոքանը Սխազաձևակերպումները հասկանամ էլի Երկրորդ հանրապետությունը լուծարվել է, առաջին հանրապետությունը լուծարվել է, դա արդեն բարձ կան, իրավական ինչ-որ գնահատական եք տալիս, որը չեմ կարողանում հասկանամ, ինչ մեկնաբանություն Հերթով, մի րոպե, հա, նորից, չեմ լսում, Պարոն Սիմոնյան, խորհրդարանի դիմաց ո՞ր է Խաղաղ գործարանների համար խորհրդարանի մի րոպե լսում, քեզ էր պաշտպան, մի րոպե լսում, չեմ պատասխանել, գործեր կան, որ ինձ պետական ուժ են կիրառել ու չեն բացահայտել Ձեր հարցին պատասխան, անի հարցին չեմ պատասխան Ես տամ այդ հարցին մոտը պատասխան Ներողություն, ժողովուրդ ջան, նորմալ Մի րոպե սուսմանամ Ինչի՞ ես արժոտար սկսել Հարցը տալիս չեմ Մի րոպե, ասում եմ չեմ պատասխան, իմ իրավունքն է Դու իրավունք ունես Այո, խտրական այո, քո նկատմամբ այս այլևս խտրատեն, չեմ ուզում Ինչու, Որտե՞ղ բղավում ես Դուք հանրության Բղավում ես, չեմ ուզում, չեմ ապել, անի, քանի անգամից ես հասկանում, չեմ պատասխանում Նույնիսկ չեք կարող շարունակել ոսմեն զգալու Երեխեք ապարտենք գնանք Անի կգայ կպատասխանեմ ձեր հարցին Քանի ամիս տեղա որ նորագրողական էթիկան խախտում է Դու գնեք խորհրդարանի նախագահի էթիկայի մեջ եք Խորհրդարանի նախագահի էթիկայի մեջ Չգիտեմ ուզում ես դա քննարկել Դե հիմա ձեր պահվածքը էթիկայից դուրս չի, դուք թիրախավորում եք, դուք չեք թողնում ես հարցը տամ, դուք չեք թողնում, դուք տեսնում եք ձեր խտրական վերաբերմունքը, ես հարց եմ, հանրության հետաքրքրող հարց եմ տալիս, հարակարի դեպքերի համար, հարակարի դեպքերի համար, հարակարի դեպքերի համար, նյութը լինելու է նրա մասին, որ ես քո հարցին չեմ պատասխանել, իմ ուղիղ եթերը
ուղիղ եթերդ լինելու դրա մասին, որ ես քո նյութերին չեմ Դուք պատասխանում։ Փարաքարի մասին դեպքին չեք անդրադառնում։ Փարաքարի դեպքի մասին դրառումներ եք անում, որովհետև ձեզ համար հարմարավետ է, բայց հարցերին չեք պատասխանում։ Փարաքարի դեպքերի համար պատասխանատու։ Հա, փաստորեն պետք է ծաղրական հրապարակում անեմ Telegram-ում, հա, որ անդրադառնամ։ Դե քիչ առաջ խոսում եք ես։ Պարոն Սիմոնյան, Փարաքարում արյունալի դեպքեր տեղի ունեցան եւ առասարակ ձեր իշխանության օրոք քննադատում են, որ ձեր իշխանությունը ասոցացում է Մահի Զոհերի Այան հետ։ Հազարավոր Այն բանը, որ շորջ ես չեմ լսում իմ ձեն, ես Վահագին Դա էլ ես մեղավոր, դա էլ ես։ Դու ոչ մի բանի չեք, մի հարցի։ Նախ եւ առաջ բոլոր երկրներում տեղի ունենում տարբեր իրավաբան դեպքեր, որոնք որ նաեւ առաջվա քաղաքական գործիչներ։ ԱՄՆ-ում վերջերս այնպես դեպք տեղի ունեցավ բոլոր երկրներում։ Այլ հարց է, արդյոք դա քաղաքական ենթատեքստ ունենում է, թե չի ունենում, արդյոք իշխանությունները դրա հետ որևիցե կապ ունենում են, թե չեն։ Վերջացնեմ։ Այո, անկախ նրանից թե ունենք թե ոչ, այո, դա պատասխանատվության աստիճան է ենթադրում, եւ այո, իրավապահները պետք է սրա հետ կապված հետևություններ անեն եւ այն աշխատանքը, որը որ կատարվել է, որ առնվազն կանխվի նման դեպքը, որովհետեւ որքանով որ ես գիտեմ, չեմ ուզում պնդեմ, պարզա, որ դա միջ անձնային հարաբերությունների հետ կապված է եղել, այսինքն դա կապված չի քաղաքական դիրքորոշման հետ։ Ես որքան լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նաև այսօր մեդիա հաբը, եթե չեմ սխալվում, գրել էր, որ ինչ որ չգիտեմ ճիշտ է թե ճիշտ չի, ինչ որ մարդ է ձերբակալվել եւ այլ։ Այլ հարց է, երբ որ դուք ինչ որ հարց տակ իշխանության ներկայացուցին դրա հետ կապված է, արյունի հետ կապված եւ այլ։ Ինչա։ Ձեր իշխանության կողմից իրավապահ թերանալու մասով լարված։ Ես արդեն ասացի, որ ես արդեն ասացի, հարգելիս խոսք վերջացնեմ, էլի խոսքը։ Ապօրինի զենքի շրջանում։ Վերջացնեմ, էլի, այո, խնդիրներ կան, այո, իրավապահները պետք է հետևություն անեն եւ այո, դա խնդիր է եւ դա այն ինչ որ տեղի ունեցել կատեգորիկ վատ բան է, բացասական բան է։ Դա մի դուռ է, որը որ բացել եւ նույնիսկ այդ դրանը մոտենալ չի կարելի, ոչ մեկ դրա իրավունքը չունի, շատ ցավում եմ, եւս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին եւ համարում եմ, որ մեր իրավապահները պետք է ժամանակ ունեն եւ պետք է առնվազն շատ արագ բացահայտեն ու կրկնում եմ, մի խոսացեք արյան մասին եւ այլ։ Մեր երկրում, ասում եմ, նույնիսկ մարդիկ, ովքեր որ ամենավերջի վիրավորանքները երկրի ղեկավարի, իմ նկատմամբ, մնացածի նկատմամբ, ասում են, նույնիսկ ծեծ չեն ուտում։ Այն ինչ մնաց, ինչ որ ինչ դա ազգային դա բոլոր ազգային ժողովներում քաղաքական process-ների ընթացքում լինում է։ Դուք գիտեք, որ ազգային ժողովի դահլիճում ես հայց եմ ներկայացրել падգամավորներից մեկի նկատմամբ ազգային ժողովի նիստերի դահլիճում իմ հասցեին հնչեցված վիրավորանքի զրպարտության մասին դատարանը ինձ մերժել է։ Ինչի բերում է, որտեղ ասում եմ, որ ազգային այո, ապրես, քաղաքական ամբիոն, ազգային ժողովի ամբիոնից ասված հասկանում եմ, բայց մենք հիմա նույն բանից չենք խոսում, մենք տարբեր բաներից ենք խոսում։ Իհարկե, քո ասած դեպքը դա լրիվ ուրիշ բանի մասին է խոսում։ Խնդրում եմ, մեր իշխանությանը այլ է շատ բաների մեջ մեղադրել, կեսը ճիշտ, կեսը սխալ, բայց այնուամենայնիվ վերջաս եկել մենք ոչ մարդ ենք ծեծում, ոչ ընտրություն ենք կերծում, ոչ մարդ ենք սպանում։ Պետք է ոստիկանությունը հետևություններ անի, թե պաշտոնանկություններ։ Ես դրա իրավունք չունեմ, դա դրանով պետք է զբաղվի կառավարության ղեկավարը եւ այլ։ Դուք բացառում եք, որ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ, բացառում եք, որ իհարկե բացա, ինչ քաղաքական ենթատեքստ պետք է ունենա։ Դե դրան նախորդել էին էլի չէ, ասենց ասեմ, շատ հարգանքով ենք մոտեցել ընտրություններին, շատ հարգանքով ենք մոտեցել Փարաքարի նախկին ղեկավարին, որպես անձ եւ այլ, որևիցե անախորժություն, որևիցե քննարկում, կամ լավ է սպանությունը, ասենք մենք նման իշխանություն, որը նման վայ աղջիկ ջան սուս մնա էլի գլուխս գնաց։ Ասում են քանի հարգելիս խանգարում ես, հա լավ են անում, հեսա ես կգնամ կգաս կկարեմ այստեղ դրանց, հա լավ են անում, շատ լավ են անում, հարգանքներս բոլոր նրանց վերջացրեցիր, բայց դու հասկանում ես, որ դու խանգարում ես հիմա բոլորին, խանգարում ես, այլ հարցեր կան։ Տեղեկությունների մեջ ինչ հարաբերությունների մեջ է եղել նա եւ
ԱՄՆ-ում դեսպաննշանակված Նարեկ Մկրտչյանը նրա եղբայրը հարցը Ընդհանրապես Նարեկ Մկրտչյանը նա շելով դե խնդրում եմ Նարեկ Մկրտչյանը ասենք ժողովուրդ եկել եք որտեղ ում եք ման գալիս Եղբայրը Հարգելիս չգիտեմ նման լսեք նորից եմ ասում մի քիչ առաջ եմ ասել դրա մասին հազարավոր մարդիկ կան տարբեր տեղեր Հաստա այն որ քաղաքական որևիցե դրդապատճառ չկա ու չի կարող լինել հաստա որովհետև քաղաքական դրդապատճառը պետք է քաղաքական ինչ որ որոշում քաղաքական իշխանություն լինի այսինքն ո՞նց է պատկերացնում լավ դա абսուրդ է դա ակրկնում եմ ես դրա գնահատականը տվեցի Լուսինե ջան հայերեն լեզվով ասացի որ դա միջ անձնային հարցի շուրջ դուք բոլորդ ամենազավեշտալին են որ բոլորդ ստեղ կանգնած նաև հերոստատիտողները լավ գիտեն որ ամենայն 99% հավանականությամբ այո միջ անձնային նախապատմություն ունեցող հիմա դուք սուս մնամ դուք ուզում եք խոսել դիտարկել ես ձեր բոլորի հարցերին պատասխանեցի Նարեկ ջան չեմ դիմանում ասես ես չեմ կարող աշխատել աղմուկի շրջանակում մարդը աղմուկ է անում ես աղմուկի շրջանակներում դիտարկում շրջանակներում չեմ կարող դիտարկում եմ անում էլի կգամ ինքը ստեղ չի լինի ես ստեղ եմ լինելու ինքը այսօր ես ստեղ եմ լինելու եթե հարցին չեմ պատասխան դու ստեղ չես լինելու այսինքն նույնիսկ ես ստեղ միշտ չեմ լինելու հարգելիս զրկելու եք հավատարմագրից զրկելու եք Լուսինե տես վստամի արսա Դիճա երեխեքերի դատորից լավ չացե Ողբերգություն է եղել եւ դուք պատասխանատու եք, հասկանում եք։ Ձեր իշխանությունը պատասխանատու Ես ուզում եմ գիտես դու որպես լրագրող մտածում ես որ դու քո ձայնը մտցնում ես այդ նոթի մեջ բայց հասկանում ես որ դա քո ասածներն է դու անընդհատ կարող ես շո բաներ ասել ասում եմ արդյոք դա Փաշինյանի մուրջ ճոճելու հետևանքը չի Դու կա Արցանի ջան սպասեք էլի Պարոն Սիմոնյան, ես լրագրող եմ, ինձանից մի վախեցեք, ժողովրդի ցածումից վախեցեք։ Դու լրագրողական կրթություն ունես Կրթություն ունեմ։ Որտեղ ես ավարտել ասես Երևանի պետական համալսարան։ Որ ֆակուլտետ Ժուրնալիստիկա։ Այո, ապրես, ուրեմն լրագրող ես Ես իրավաբանականն եմ Երբ որ ես լրագրություն էի անում քաղաքական դաշտում դուք բոլորովին այլ տեսակետներ էիք հայտնում լրագրողը իրան հենց այսպես է պահում հարությանը հուզող հարցերն են փոխանցում ես դնեմ փարաքարի Փարաքյարա Լավ ազգաժողովի նախագահ եք Այս պահին մենք գտնվում ենք խորհրդարանում եւ Ալեն Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել կոնկրետ իմ հարցերին, նշեմ իմ հարցերը Փարաքարի բնակիչների հնչեցրած քննադատությունների հետ կապված էին, ես դրանք բառացի մեջ բերում էի, բացառական անգամ իշխանությունների ներկայացուցիչները, այդ տվյալ դեպքում Ալեն Սիմոնյանը, երբ երկրում որևէ կարևոր իրադարձություն է տեղի ունենում, ողբերգություն է տեղի ունենում, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին, հատկապես այն լրագրողների հարցերին, ովքեր այս տարիների ընթացքում համառություն են դրսևորել եւ իրենց իրական քաղաքական դեմքը ցույց են տվել։ Իշխանությունների իրական քաղաքական դեմքը